Բարև, պապ ջան։ Բարև ցավ տանը։ Այսօր ես եմ եկել իմ 3 հարցերով։ Պատրաստ ես։ Պատրաստ եմ։ Առաջին հարցս հետևյալն է։ Այսօր ի՞նչն է խանգարում կանանց ակտիվ մասնակցել հասարակական եւ քաղաքական կյանքին ու ինչպես կարելի է լուծել այդ խնդիրը։ Այս 1 տարվա ընթացքում գտնվելով այս քաղաքական պայքարի մեջ ես ուղղակի զարմացած եմ եւ հիացած եմ ազգային ժողովի կին ընդդիմադիր գործիչներով, մեր ուժեղ հետաքրքիր լրագրողներով, կին լրագրողներով, մեր թիմի ուժեղ կին անդամներով եւ ես տեսնում եմ հայ կանանց պոտենցիալը եւ ամեն ինչ անելու ենք, որ իրենք ավելի զարգանան, ավելի համարձակ դառնան, ավելի ուժեղ դառնան, որովհետեւ կանայք ինձ թվում է ավելի ճիշտ են տեսնում ինչ է հարկավոր հայ երեխային, հայ երիտասարդին, հայ մարդկանց, դրա համար մենք ամեն ինչ անելու ենք բարձրացնելու հայ կնոջ դերը։ Ես նույնիսկ իմ հարցազրույցներից մեկում հայտարարել եմ, որ ես ուրախ կլինեի, եթե մեկ օր տեսնեի Հայաստանի ղեկավար շատ համարձակ կնոջ, հայրենասեր կնոջ։ Ես էլ, բայց հույսով եմ ինձ նկատի չունեիր։ Քեզ նկատի չունեի։ Ինչպես պահպանել հայկական մշակույթը այս թվային աշխարհում, միաժամանակ բաց մնալով այլ մշակույթների համար։ Մենք ունենք շատ փորձառու, շատ ուժեղ մշակութային գործիչներ, շատերը իմաստվեր ունեն, շատերը պայքարում են, ես շատ շնորհակալ եմ այն մշակութային գործիչներին, ովքեր պայքարում են այս չարիքի դեմ, մենք ամեն ինչ անելու ենք, որ հայկական մշակույթի միջոցով պահպանենք եւ պաշտպանենք մեր ինքնությունը, զարգացնելով մշակույթը մենք ունենանք իսկական էլիտա, ձևավորված էլիտա, որը հիմա ամբողջությամբ բացակայում է հայկական աշխարհում եւ ինձ շատ զարմացնում եւ ուրախացնում է, որ նոր երիտասարդ տաղանդներ են ի հայտ գալիս։ Մենք պարտավոր ենք պահպանել եւ զարգացնել Արցախի մշակույթը։ Դա նույնպես հայրենասիրություն է բերում մեր երիտասարդների մեջ։ Դրա համար ես այդքան մեծ վտանգներ չեմ տեսնում թվային աշխարհից։ Ճիշտ է, մենք պարտավոր ենք ուշադիր հետևել, ինչպես են զարգացնում իրենց մշակույթները շատ կարևոր երկրներում եւ ինչ որ փորձ այնտեղից էլ ենք ձեռք բերելու, բայց հիմնականում մեզ հարկավոր է ճիշտ, հայրենասիրական, մեր ժողովրդի համար ծառայող մշակույթ։ Մենք չպետք է մոռանանք, որ միշտ մշակույթն է պահպանել հայկական դիմագիծը։ Այս նախընտրական փուլում քո հասցեին շատ քննադատություններ են հնչել, որն էր ամենահիշվողը եւ զարմացնողը։ Հիմնականում դրանք քննադատություններ չեն, այլ նախընտրական զառանցանքներ են, որը շատ շուտով ես վստահ եմ կավարտվի։ Իսկ ինչն է ինձ զարմացնում է, որ բիզնեսի մեջ քեզ քննադատում են քո չարածների համար։ Իսկ քաղաքականության մեջ քեզ քննադատում են իրեն չարածների համար։ Բայց ես ձեր համար պատրաստ եմ ցանկացած գին վճարեմ։ Շնորհակալություն պապ ջան այս հարցազրույցի համար։ Վստահ եմ մյուս անգամ ես հարցերս կուղեմ քեզ որպես վարչապետ։